Բան Այվազյան, եւ այսպես արդեն ամփոփիչ, որպես սա ինչպես է անդրադառնալու մեր տարածաշրջանի վրա եւ ուժային բալանսը ինչպես է փոխվելու, հա, մեր տարածաշրջանում։ Շատ լրջորեն անդրադառնալու է եւ մեր տարածաշրջանի վրա եւ հենց Հայաստանի վրա եւ ամբողջ մերձավոր արևելքի վրա։ Այս պատերազմից հետո մենք բոլորովին այլ պատկեր ենք տեսնելու մեր տարածաշրջանում էլ այնտեղ էլ։ Օրինակ տեսեք եւ եկեք վերցնենք TRIP ծրագիրը, Թրամփի ուղի այդ ասածը։ Տեսեք, Թրամփը չկարողացավ պաշտպանել Միացյալ Նահանգները իր Պարսից ծոցի դաշնակիցներին, իր ռազմաբազաները եւ նրանց տնտեսական ամենամեծ շահերը։ Հիմա այս TRIP-ը այսօրվա գործող իշխանությունը Հայաստանի բերել դրել է Իրանի սահմանին է դրել է, ոչ թե նրանք հեռու են հարյուրավոր կիլոմետրերով այդ ռազմաբազաները, որոնք այսօր ստիպված էին այնտեղից հեռանալ, հանել իրենց զորքերը, հեռանալ եւ չի կարողացել պաշտպանել ուրեմն Քաթարին, Արաբական Էմիրություններին, Սաուդյան Արաբիային, Քուվեյթին, Բահրեյնին, չի կարողացել պաշտպանել Միացյալ Նահանգները։ Ոնց է պաշտպանելու Իրանի սահմանին կպած այդ ճանապարհը TRIP կոչվածը, ինչպես է պաշտպանելու, եթե այս պատերազմական վիճակը կարող է տևել տարիներ, այսինքն կարող է ընդհատվել, հետո վերաբռնկվել, հետո ընդհատվել, երի վերաբռնկվել։ Այս պայմաններում բերել Հայաստանի եւ Իրանի սահմանին դնել ամերիկյան ուժեր, որովհետեւ այնտեղ նշված է այդ ծրագրի մեջ, այդ պայմանագրի մեջ գրված է հստակ, որ պետք է անվտանգության անձնակազմը բերեն ամերիկացիները եւ այդ տարածքի վրա էլ ունենան բացառիկ իրավունքներ։ Այսինքն Իրանը հանդուրժելու է դա, պարզ չի որ այնտեղ անմիջապես ինչ որ մի պահի բռնկվելու է կռիվ ու պատերազմ եւ մենք ենք դժոխ դուրս գալու, որտեւ այդ կռիվ ու պատերազմը միայն այդ սահմանին կարող է չլինել, այլև արդեն տարածվել ամբողջ Հայաստանով մեկ։ Իսկ Հայաստանը այսօր այն վիճակում չէ, որ կարողանա Իրано-ամերիկյան պատերազմին դիմանալ։ Պարզապես Սյունիքը կդատարկվի։ Դա նշանակում է, որ այդ TRIP ծրագիրը պետք է փակել ու այդ մասին այլևս չխոսել։ Արդեն քննարկել են ծրագիրը արդեն դա ոչինչ չի նշանակում, թող լավն է այն ինչ է կատարվում, թող վերլուծեն, հասկանան, այս TRIP ծրագիրը մեզ համար մահացու վտանգ է ներկայացում, էլ չեմ խոսում այն մասին, որ դա Հայաստանի տարածքի անեքսիա է։ 99 տարով Հայաստանի տարածքը մեզանից առգրավվում է, իսկ այդ ով ասեց, որ պետք է 100 տարի անց հետ վերադարձվի։ Սա բացառել պետք է բացառել եւ չխոսել այլևս այդ ծրագրի մասին։